Եվ արդ այսքան հուսահատություններից, ահարկու սրտաբեկություններից, սաստիկ ահաբեկություններից, աստվածային բարկություններից հետո թախծալի ցոքով տագնապած աղաչում եմ քեզ Սուրբ Աստվածածին, հրեշտակ մարդկանցից, մարմնատեսիլքերով բե, երկնավոր արքայուհի, անխառն իբրև օդը, մաքուր որպես լույս, անշաղախ բարձր արեգակի պատկերի նման, գերազանց քան անկող սրբությունների բնակավայրը, երանելի խոստման վայր, Եդեմ շնչական, անմահ կենաց ծառ բոցեղեն սրով բարուրված, բարձրյալ հորից զորացած և հովանավորված, հոգու հանգրվանությամբ քո մեջ պատրաստված և մաքրագործված, որդու բնակությամբ հարդարված և տաղավարված, որ միածինն է հոր և քո անդրանիկը, որդիդ ծննդյամբ և Տեր արարչությամբ, անկիրք մաքրությանդ հետ և անբիծ բարի անարատ սրբությանդ հետ և խնամակալ բարեխոս։ Ընդունիր քեզ դավանողիս այս աղերսելի աղոթքը և խառնելով նրան մեծիդ ներբողված իմ նախկին խոսքը, իբրև քո պաղատանքը մոտեցրու ընծայիր Աստծուն։ Հյուսիր միացրու մեղավորիս դառը հեծությունը քո երջանիկ և խնկավորված խնդրվածքների հետ, տուն կտկենած օրհնված պտղի, որպեսզի միշտ քեզանից օգնություն ստանալով, բարեգործվելով, անապական քո մայրությանն ապավինելով և լուսավորվելով, ապրեմ Քրիստոսի, քո որդու և Տիրոջ համար։ Օժանդակիր թևավոր աղոթքներովդ, խոստովանված մայրդ ողջերի, որ երբ ելնելու լինեմ այս երկրի հովտից, առանց լլկանքների գնամ դեպի կյանք դեպի պատրաստած օթևաններդ, թող թեթև լինի վախճանը իմ անօրենությամբ ծանրացածիս։ Տագնապի օրն իմ դարձրու բերկրության տոն ինձ համար, ողջացուցիչդ Եվայի երկունքի, բարեխոսիր, խնդրիր, աղաչիր, քանզի ինչպես անճարելի մաքրությանդ, այնպես էլ հավատում եմ խոսքիդ ընդունելությանը։ Արտասուքովդ օգնիր վտանգվածիս, գովյալդ կանանց մեջ, ծունր խոնարեցրու հաշտությանս համար։ Ծնողդ Աստուծո, թշվառիս հոգա, խորան բարձրյալի, ձեռք տուր ընկածիս, տաճար երկնային, փառավորիր քո որդուն քեզանով, ինձ համար աստվածորեն հրաշագործելու քավություն և ողորմություն, աղախին Աստուծո և մայր, թող բարձրանա քո պատիվն ինձանով, և թող ցույց տրվի իմ փրկությունը քեզանով։ Եթե ինձ գտնես Տիրամայր, թե ինձ ողորմես սրբուհի, թե կորուսյալիս շահես անարատ, թե խրտնածիս խնամարկես երջանիկ, թե ամոթահարիս առաջ տանես բարեշնորհ, թե հուսահատվածիս համար միջնորդես միշտ սուրբ կույս, թե մերժվածիս ընտանեցնես մեծարվածդ Աստծուց, թե գութ ցույց տաս ինձ լուծիչդ անեծքների, թե տատանվողիս հաստատես հանգիստ, թե խռովության հուզումներից հանդարտեցնես ինձ խաղաղարար, թե վրիպածիս հնար գտնես գովյալ, թե ինձ համար պայքարի մտնես մահվան նահանջիչ, թե դառնությունն իմ անուշացնես քաղցրություն, թե բաժանման արգելքն իմ քանդես հաշտություն, թե անմաքրությունն իմ վերացնես եղծման ընդոտնիչ, թե մահվան մատնվածիս փրկես կենդանի լույս, թե լացիս ձայնը կտրես բերկրություն, թե խորտակվածիս կազդուրես դեղ կենաց, թե կործանվածիս նայես հոգելից, թե ողորմությամբ ինձ հանդիպես կտակ նվիրյալ, օրհնյալդ միայն երջանկալեզու անբիծ շուրթերից, ահա կուսությանդ կաթից մի կաթիլի մեջ ընձրվելով ինձ կյանք է տալիս մայրդ բարձրյալ Տեր Հիսուսի, արարչի երկնքի և ամբողջ երկրի, որին անճռապես ծնեցիր բովանդակ մարմնով և համայն աստվածությամբ, որ փառավորված է Հոր և Սուրբ Հոգու հետ, էությամբ և անքննությամբ մեր բնության հետ միացած, ամեն ինչ և ամեն ինչում է նա երրորդությունից մեկը, նրան փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Բան, ձա,
այբ։ Աստվածածնի մաղթանքների հետ ահա և երկնային լուսակերպան մահրշտակների հայցվածների աղերսները, որ առանց լռելու հանապազորյա բարեխոսությամբ մաքուր բերանով գոչում են ինձ համար. ընդունիր բարեգութ։ Նրանք բարի են, բարեգործված բարերարիցդ, անմասն չարից, էիդ ամեն իշխան հրամանով ստեղծված, բարձրյալիդ հզոր զորքերն են, հրամանիդ միշտ պատրաստ, սուրբ են, մաքուր, անարատ, օրհնյալ, վայելչական, հաղթող, անպարտելի և արագընթաց մտատեսության ընթացքի նման, որոնք և բարեխոս են, սպասավոր և խնամակալ, եռամյա դատարկությամբ պտղակորույս թզեն ուտունքի, որը ամբողջական հավիտյանների պես պարունակում է ժամանակը անցյալը, ներկայի և ապառնիի հետ, տարեցտարի երկարաձգված, այս աշխարհի այգում արմատացած, սին սաղարթներով պատճուճված, պտուղներից զրկված, որ ճշգրիտ պատկերն է այս թշվառ մարդկության։ Նրանք հանապազ դեգերում են մեր շուրջ, կարեկցելով մեր տառապանքներին, բարիքի մեջ մեր մասն ունենալուն են սպասում և աղոթում մեր հավիտենական կենդանությամբ փրկվելու համար, այս խոսքն ասելով. Տեր, մի անտեսիր քո ձեռքի գործը, քանզի արդարև մեզ համար են այս աղաչանքները բարերար Աստծուց սահմանված նրանց վրա, որովհետև նրանք խոսքով են ստեղծված և մենք ձեռքով արարչագործված։ Նրանք նաև գալու են միացնիդ հետ հատուցման սոսկալի դատաստանին իբրև վկաներ, իբրև ճշմարտախոս մեղադրողներ երկրայինների սանցանքների, ահա որ ատյանի առաջ անաչառորեն հաշվետու պիտի լինեն մեզ համար, և այնտեղ էլ կարեկցելով մեզ պիտի հնչեցնեն իրենց մշտանվեր երգը հառաչելով. ողորմիր, դու ստեղծեցիր, կորստյան մի մատնիր։ Արդ վեհ անմահների գոհաբանական խնդրանքների հետ մեր հեծածանքները ևս հոտոտիր, արարիչ ամենայնի, որ քո գթությամբ գերազանցում ես երկնայիններին և երկրայիններից, քանզի դու ես բարերարը և մեր և նրանց։ Արդ անախտներն այդ, հրաշատեսիլ հրակերպները, անշաղախ մաքուրները, անմեղները և բոցանյութերը, հոգեղեններն ու անհաղթները, իրենց այս բարեզարդության շնորհիվ, բարձր ընտրականության ամենաճեցուն առավելությամբ և գերափայլ առատ գիտությամբ, աստվածասիրության ինքնաբուն տապի անցուրդ ջերմությամբ, իրենց պես և մեր սառը սրտերի ամբորբոք շիջումն են վերաբռնկում, որպեսզի նրանք անաղոտ այրվեն մեծախորհուրդ սուրբ սեղանի վրա, այս խորանի մեջ, առանց նիրհելու և դանդաղելու սպասելով ամենաստեղծիդ կեցուցիչ կամքի երանելի հրամաններին, Աստծուն միացած անբաժանելի քերովբեական առաքինությամբ։ Նրանք երկնավոր մեծ պետություններ են, անբիծ զինվորներ, ահավորներ, երկնավոր Աստծուդ ազատազնյա պաշտոնյաներ, լուսե անբիծդ շողերի ցոլքեր, որոնցով և ինձ հողեղեն մեղավորիս մարդասիրաբար ողորմիր Հիսուս, իմ հրեշտակի աղաչանքներով դարձնելով ինձ Տեր դեպի քո բարի լուսեղեն ճամփան, որպեսզի հոգուս պաշտպանության ավանդը, որն այս կյանքում նրա տեսչությանը դու վստահեցիր, ինձ համար բերկրող սրտի ուրախությամբ, քեզանից օրհնված, անմեղադրելի, խնդալից դեմքով ու զվարճությամբ քեզ անհաս փառքով արքայիդ վսեմ հավերժ կենդանի բերկրացյալների խրախճանքներում ընծայաբերի գովյալ ողորմած, և քեզ ընքնին անհաս հոր և անճար հոգուդ հետ վայել է փառք, պատիվ և երկրպագություն հավիտյանս հավիտենից ամեն։ Բան ձաբեն Տեր Աստված բարերար, բազմապարգև թագավոր, կենաց պատսպարան, լուսո կերպարան, լայնատար հանգստարան, որ մեղավորիս համար գալով մարմնացար, անպատում գործեր գործեցիր և բազում հրաշքներ, մինչև վերցրածդ մահվան մատնեցիր ամենալիր աստվածությանդ հետ։ Արդ հանուն սուրբ առաքյալներիդ, որոնց երկնաստեղծ քո ձեռքերով ձեռնադրեցիր և Սուրբ Հոգով ատոծեցիր, որոնց արժանի գովեստն արեցի ըստ կարողությանս, մեկ այլ գրվածքում քո փառքի համար Տեր ամենայնի
եւ ինձ ողորմիր հիշելով այն սերը, որին դու նրանց արժանացրեցիր։ Նրանցով բաց ինձ ելքի շավիղ դեպի փափագելի երանությունը։ Նրանց խովվության բարի ձայնը թող քաղցր հնչի ինձ համար որպես կենաց ողջույն։ Թող որ ես հաղորդ լինեմ հույսի տոն դարձած փրկության անեղծությանը նրանց հետ, ովքեր առաջնորդներ են կյանքի, նախապես պատվի արժանացածներ, փառավորյալ դասեր, գետեր բանական, բարձր ավետարանիչներ, պանծալի իշխաններ, լուսապայծառ թագով բջնվածներ, զորության շնորհի անկողոպտելի զարդով պայծառացածներ, տիրական լույսի զվարթ յուղով նվիրագործվածներ։ Բարձրյալ Քրիստոս Աստծո մեծ պատվիրանիդ աշակերտողների հետ նաև նահատակությամբ ընտիր ճանաչված մարտիրոսների, որոնք մահացու և վշտաչարչար իրենց մարմնով, վտանգավոր ու ամենագիր անդամներով, երկրավոր ու հողազանգված բնությամբ մարտնչելով բոլոր նյութեղեն գոյի տարրերի հետ, պսակվեցին, բարձրացան և հոգեպես կենդանացան, արիաբար ելնելով երկրից ըստ մարգարեի, դարձան ճշմարիտ վկաներ ամենափորձ մահվան, երկնաբնակ հայողներ անտես ու ծածուկ իմանալիների աներկբա բարիքների հույսով տեսնվող, առաքյալների աշակերտներ ու նրանց չարչարակիցներ, որ իրենց գործերով նրանց հավասարվելով կատարյալ և անթերի լրմամբ պարում են հիմա անսահման երանության խրախճանքներում, նրանց հաճոյական և ընդունելի աղոթքներով և արյունընծա, վաստականավեր և քրտնակնդրուկ աղերսները հարգելով վերստին ընդունիր ինձ, որպես նրանց ժառանգագից, անեղծ փրկությամբ քո մեջ հաստատելով։ Նրանց հետ, որոնք արյամբ ներկված անցան հրի ու սրի միջով, նաև սուրբ ճգնավորների, մենակյաց հայրերի և քեզ հետևողների, որդի Աստուծո, որոնք անպարտելի քաջությամբ և անպատիլ զգաստությամբ մարտնչեցին արիաբար դժնյա և գոռոզ մարմնի բռնության դեմ, սրանով հալածեցին անմարմին Բելիարին և մշտամարդ պայքարով աշխարհային կյանքի ասպարեզում, մարմնի ծանր տապանակով առանց ծանրաբեռնության տաղտկության ընթանալով լայնածավալ աշխարհի ալեցուբ ծովում, թռցնելով իրենց թեթև հոգիները, կյանքի նավահանգիստը հասան և իբրև սիրողներ վերին վիճակի, առանց խորելու անցյալի մասին, պայծառ ճոխությամբ իսկապես բջնված հաղթության թագը համարձակապես իրենց գլխին դրեցին։ Նրանց արժանավոր աղոթքներով և նվիրական խնդրանքներով նրանց հետ քեզ մոտ ընդունիր և ինձ, պատժապարտ մեղավորիս։ Եվ ահա խառնելով անմաքուր խոսքս վերոգրյալ երջանիկների փառատրական աղերսարկությանը, որոնք ինձ համար գոչում են քեզի հաճություն, ես էլ եմ գոչում նրանց հետ, ինչպես դառնություն քաղցրության հետ խառնած, կամ տատասկ ողորկության հետ, տգեղություն վայելչության հետ, տիղմ մարգարտի գեղեցկության հետ, կամ հող զտված ոսկու հետ, և կամ անարգ քարեր արծաթի պայծառության հետ, բացասություն ճշմարտության հետ, և կամ ատամնառու մի ավազահատիկ հացի կակող զանգվածի հետ։ Արդ լսիր հզոր, ամենահնար, գովյալ, նրանցը ինձ համար, և իմը նրանց հետ իգովես նրանց, ի փրկություն իմ և ի փառս քո, ամենագութ, բարերար, օրհնյալ, ներողամիտ, կարող, անքնին, անճառ, անեղծ և անըստեղծ։ Քոնն են պարգևները, քոնն են շնորհները, դու ես սկիզբն ու պատճառը բոլոր բարիքների, դատապարտող չես, այլ ազատող, կորստյան մատնող չես, այլ գտնող, մահացնող չես, այլ ապրեցնող, տարագրող չես, այլ ժողովող, մատնող չես, այլ փրկող, ընկղմող չես, այլ վերհանող, գլորող չես, այլ կանգնեցնող, անիծող չես, այլ օրհնող, վրիժառու չես, այլ շնորհող, թշվառացնող չես, այլ մխիթարող։ Ոչ թե հերքում ես, այլ գրում, ոչ թե սասանում, այլ հաստատում, ոչ թե ոտնահարում, այլ սփոփում, ոչ թե մահու պատճառ հորինում, այլ հնար փնտրում կյանքի, ոչ թե մահացնել ուզում, այլ ողորմածաբար փրկել, չես մոռանում այցելել, չես լքում բարին, չես արգելում գթությունը,
Չես բերում վճիռ կորստյան, այլ կտակ ազատության։ Չես անարգվում արատությունից, չես բամբասվում շնորհների համար, չես հայոյվում պարգևների համար, չես նախատվում ձրի բաշխելուց, չես պախարակվում ներողամտության համար, չես պարսավվում ներելու համար, չես բանսարկվում բարության համար, չես ամբատվում քաղցրության համար, չես արհամարվում հեզության համար։ Սրանց համար, Տեր, առաքվում են քեզ ոչ թե տրտունջներ, այլ անլռելի գոհաբանություններ։ Վերցրու մեղքերն իմ հզոր, խափանիր անեծքն իմ օրհնյալ, քավիր պարտքերս ողորմած, ջնջիր հանցանքներն իմ գթած, մոտեցրու մատդ նախախնամության և իսկույն կդառնամ կատարյալ։ Տեր, ինչ կա քեզ համար սրանից ավելի դյուրին, և ինչ մեղավորիս համար առավել կարևոր, այլ կենդանագրիր բարեխնամ քո ստեղծած պատկերի շունչը կրկին, շնորհիդ նորոգող և լուսավորող մաքրագործ շնչով ամենամեղ հոգիս պաշտպանելով։ Մի բեր ողորմած ինձ օր տարաժամ այսքան շուտափույթ, որ ես անվաստակ ձեռնունայնությամբ հեռանամ անկատար ճանապարհով այս կյանքից։ Մի մատուցիր ինձ բաժակ դառնության ծարավի ժամին, մի փակիր գթած իմ դեմ հաջողությունը հոգևոր օգտիս, և թող մահվան գիշերը իբրև հանկարծադեպ հենի ասպատակ չհասնի վրաս, թող տոթակես տապը արմատներս կտրուկ չցամաքեցնի անպատրաստ պահին, ոչ էլ լուսնական դիպվածները հասնելով գաղտնի վնասեն ինձ, թող մեղքիս սառույցը չպահվի իմ մեջ, թող աշխարհիկ կյանքի ջրերի հոսանքներն ինձ չողողեն, թող հանգիստն ինձ մահ չբերի և ոչ նինջը կործանում առաջ բերի, թող քունն ինձ կորուստ չլինի և ոչ էլ նիրհը ապականություն գործի, թող վախճանն անժամանակ չարշավի վրաս, ոչ էլ հոգիս վեր բարձրանալիս բռնվելով ներքև շպրտվի։ Դու ես Տեր, դու գթած, դու բարերար, դու ներողամիտ, դու ամենակարող, դու ամեն անհասի համար անճար զորավոր, քավության, փրկության, կենագործելու, լուսավորելու, վերստին հաստատելու, գիշատիչների ժանիքներից և կամ վիշապների ատամներից կյանքի կորզելու, խորանդունդներից բերկրության լույսին բերելու, մեղքի հորձանուտներում խեղդվելուց փրկած արդար երջանիկների հետ փառքով բազմեցնելու, ամենայն հոգի ակնկալությամբ հույսով քեզ է սպասում կարոտ քո շնորհներին, թե երկնայինները և թե երկրավորները, թե մեղքով ընկածը և թե արդարությամբ բարձրացածը, թե տերը և թե ծառան, թե տիկին և թե աղախին, և քո ձեռքին է բոլորի կենդանության շունչը։ Եվ քեզ հոր և Սուրբ Հոգուդ հետ փառք հավիտյանս հավիտենից, ամեն։